Այսօր ես իմ խոսքի անունը դրել եմ ում ես հաճելի, դրա համար պիտի կարդամ առաջի Թեսաղոնիկացիների 4-րդ գլխից տեսեք ինչ ասում Պողոս առաքյալը, մեր Պողոս եղբայրը, էլ հիմա եղբայրներ, ձեզի կաղաչենք, մենակ ինքը չի աղաչում է, իր հետի մարդկանց հետ ասում, ու կհորդորենք ձեզ Տեր Հիսուսով, որ ինչպես մեզանից սովորեցիք, այնպես քայլեք, ու Աստծուն հաճելի լինեք, էլ ավելի առաջանաք նրա մեջ, կամ էլ ավելի ավելանաք նրա մեջ։ Պողոս առաքյալը չի ասում, առաջարկում եմ, խնդրում եմ, աղաչում եմ, Աստծուն հաճելի լինեք, ինչպես մեզանից ասма սովորեցիք։ Պողոս առաքյալն են մարդն էր, որ հասկացել էր ով է Աստված իր համար կամ մարդկանց համար եւ ով են մարդիկ Աստծո համար։ Դրա համար ասում էր աղաչում եմ ձեզ եղբայրներ, Կորինթացիների թղթում ասում է աղաչում եմ ձեզ եղբայրներ հաշտվեք Աստծո հետ։ Հաշտվեք Աստծո հետ, ձեր իսկ օգուտի համար, ձեր իսկ կյանքի համար։ Այո, Աստված սիրում, Աստված ստեղծել է, բայց շատ մարդիկ հաշտ չեն Աստծո հետ։ Շատ մարդիկ հաճո չեն Աստծուն։ Շատ մարդիկ իրենց են հաճելի լինում։ Ոմանց են հաճելի լինում, բայց ոչ Աստծուն։ Ինչ է կարծում, եթե առաջի դարի եկեղեցում նման բան կար, որ Պողոս առաքյալը զգուշացնում է, աղաչում է, որ հաճելի ենք Աստծուն, հիմա չկա դրա կարիքը, հիմա չկա նման մարդիկ, որ Աստծուն հաճելի չեն, եւ Աստված առաջարկում է, որ մենք հաճելի լինենք իրան, մեր իսկ օգուտի համար, մեր իսկ բարօրության համար, մեր իսկ կյանքի համար։ Դրա համար ես խոսքը բաժանել եմ 3 մասի, ամեն մասի մասին առանձին կասեմ։ Լինել հաճելի ինքդ քեզ, առաջի կատեգորիան մարդ, որ ինքը իրեն է հաճելի։ Երկրորդը, որ ինքը մարդկանց է հաճելի, ոնց որ թե լավ է, չէ՞ երկրորդը մարդկանց հաճելի, բայց երրորդը ասում է Աստծուն հաճելի, ինչպես խոսքն է ասում։ Եթե ինքդ քեզ ես հաճելի, ես քեզ ասում եմ, կմնաս մենակ, ինքնասիրահարված կլինես, եսասեր կլինես, հպարտ կլինես, գոռոզ կլինես, կասես, ես եմ որ կամ, ինձանից են կողմ աշխարհ չկա, Աստված էլ կասի, դու ես որ չկաս, եթե դու տես մտածես, միակ մեկը, որ ասեց, ես եմ որ եմ, դա Աստված էր, դու երբեք չես կար ասի, ես եմ որ կամ, զգուշացի, եթե ասես դու ես որ կաս, Աստված կասես որ ես քո հոգին կվերցնեմ։ Հիշեք են մարդը, որ հանկարծ բերք շատացավ, սովորականի համեմատ շատ բերք ստացավ, նորը սովորական էր ցանել, բայց շատ ստացավ, ասեց իմ անձին ասեմ, հանգիստ կյանք վայելի, Աստված ասես քո հոգին այսօր կվերցնեմ։ Եթե մենք էլ մտածենք միայն մեր անձի համար, Աստված կասի այսօր ես քո հոգին կվերցնեմ։ Ես մարդկանց եմ տեսել, նաև լսել, դուք էլ տեսած կլեք, ժողովուրդ ենք, շփվում ենք իրար հետ մարդիկ, որ այն մարդը իր ընտանիքում էլ, եթե եսասեր է, անձնասեր է, ինքը մենակ իր համար է մտածում, ոչ ամուսնու կողմից կսիրվի, ոչ կնոջ կողմից կսիրվի, ոչ երեխաների կողմից կսիրվի։ Կան մարդիկ, ժողովուրդ ջան։ Ես չեմ ասում, մենք կատարյալ ենք, պարզապես իմ խոսքը զգուշացնող խոսք է։ Պողոս առաքյալի նման աղաչում եմ։ Լինենք Աստծուն հաճելի։ Եթե մենք ինքներս մեզ ենք գոհացնում, հիշեք, ասում եմ ցորենի հատը եթե չմեռնի, մենակ կմնա։ Իսկ մենք այդ ցորենի հատն ենք, դու ցորենի հատն ես։
Եթե ես չմեռնեմ իմ համար, ես մենակ կմնամ։ Այդպես էլ հողի տակ կմնամ ու չեմ էլ փտի։ Բայց եթե ես այս կյանքում ինձ մեռած եմ համարում եւ կենթանի եմ համարում մարդկանց համար, Աստծո համար, ես շատ բարեկամներ կունենամ։ Եսասեր ինքնասեր մարդը մենակ է ու տխուր է։ Ուրախությունը մենակությունով չես կարող վայելի։ Ուրախությունը մարդկանց հետ ես վայելում։ Աստծո խոսքն ասում է, ով իր անձը սիրի, կգործնի։ Բայց ով իրանը թողի, փնտրի, դիմացինինը կամ Աստծունը կգտնի իրանը։ Ով իր անձը սիրի։ Ժողովուրդ, եկեք հասկանանք Աստծո խոսքը։ Այո, մենք Աստծունն ենք, Աստված մեզ սիրում է, մենք գնահատում ենք, ով ենք մենք Աստծո համար։ Բայց մենք ում ենք սիրում ավելի շատ։ Դիմացինին, Աստծուն, թե ինքներս մեզ։ Մենք գնահատում ենք, ով ենք մենք, Հիսուս Քրիստոսի արյան գինն ենք, բայց մենք ինքնասիրահարված չենք։ Հիսուսը ինքնասիրահարված չէր, Հիսուս իր կյանքը դրեց մարդկանց փրկության համար։ Ով իր անձը սիրի, կկորցնի։ Հիշեք Եսթերին։ Նա չասեց, ես արդեն Աստված ինձ օրհնել է, ես արդեն թագուհի եմ, Աստված ինձ օրհնել է, երջանիկ կապրեմ թագավորի հետ։ Իր կյանքը վտանգի դրեց, իր անձը չսիրեց, իր կյանքը չսիրեց, դարձավ հրյաների փրկության պատճառը։ Իր կյանքը վտանգեց ինքը։ Այսօր ես ու դու ինչ որ չափով վտանգում ենք մեր կյանքը, թե չէ։ Վտանգում ենք մեր ֆինանսները, թե չէ։ Վտանգում ենք մեր ժամանակը, թե չէ։ Հանուն ոմանց համար, հանուն Աստծո։ Եվան այ բանում ինչ էր փնտրում։ Դրախտի պարտեզում։ Ադամն ինչ որ ծառի տակ քնած էր եւ Եվան հելել էր ման գալու, ինչ որ մի լավ ման գտնի իր համար։ Եվ տեսավ այդ պտուղը կողքից էլ հուշողը հուշեց, հաճելի է, իմ անձի համար հաճելի է, աշկերիս հաճելի է, բերանից հաճելի է, ինչու չուտեմ։ Ադամը երևի լավ չէր հասկացել Աստծուն, հա, մտածեց։ Ուտեմ իրան էլ կտամ, իմ ամուսնուն էլ կտամ։ Եվ կորցրեց կյանքը, կորցրեց իր սերունդը, եսասեր մարդուց ծնվեց մի զավակ, որը եղբայրասպան դարձավ, զգուշ մնա քո կյանքի պտուղը արդյունքի ինչ է լինելու, եթե դու ծնող ես, քո երեխան տեսնում է քո կյանքը, քո երեխան տեսնում է քո ամեն ինչը, իրա մեջ ինչ է ձևավորվում, ժոր փոխեք ձեր գենը, շնորհակալ եղեք ձեր ծնողների համար, բայց Աստծուց Աստծո գենը ժառանգեք։ Ադամից ծնվածները, ադամական բնությունը եսասեր էր, քրիստոնեական բնությունը մարդասեր է, աստվածասեր է։ Եկեք Քրիստոսի բնությունը ընդունենք։ Հույները շատ աստվածներ ունեին։ Ժորդ, հեթանոսությունը որտեղից է ծնվում։ Եսասիրությունից։ Տարբեր աստվածներ ստեղծեմ, որպեսզի իմ անձին բավարարում գտնեմ, որպեսզի ինձ հաճելի լինի։ Տարբեր աստվածներ։ Մի հատ էլ բոլոր դեպքերի համար պահեստային աստված էլի, թող լինի բոլոր դեպքերի համար։ Կարող է ինչ-որ մի ցանկություն ունենամ, հանկարծ մտքովս անցած չլինի։ Այդ աստվածը կբավարարի ինձ։ Եկեք Սողոմոնին հիշենք։ Սողոմոն, հարուստ, խելացի, իմաստուն, ամեն բան ստեղծել էր հաճույքի համար։ Վերջում ասեց ունայնությունը։ Ժորդ, ոչ մեկս աստեղ Սողոմոնից իմաստուն չենք։ Աստված թույլ տվեց Սողոմոնի այդ փորձությունով անցնի, այսօր մեր համար, օրինակ եղավ մեր համար։ Եկեք մերը չփնտրենք, ժողովուրդ։ Եկեք մերը չփնտրենք։ Եկեք թող ցորենի հատը մեռնի։ Եկեք թող մեր անձը մեռնի։ Պողոս առաքյալն ասում է, ես ամեն օր մեռնում եմ։ Այս մարմինն մեջ ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում։ Դրա համար ինքը այդ հոգով լցված ասում է, գնալը ինձ համար օգուտ է, բայց մնալը ձեր համար օգուտ, եւ ես ձեր օգուտն եմ փնտրում։ Ով ամուսին, փնտրի կնոջդ երեխաներիդ հաճույքը։ Ով կին, փնտրի քո
ամուսնու քո երեխաների հաճույքը։ Ով ծնողներ, փնտրեք ձեր երեխաների բարօրությունը։ Ով երեխաներ, հնազանդ եղեք ձեր ծնողներին, դրանով ուրախացրեք ձեր ծնողներին։ Ձերը մի փնտրեք։ Մանուկն է, որ Իրանն է փնտրում, բայց քրիստոնյաները ամեն օր աճում են, հասունանում են։ Հայտնության 3-րդ գլխի 10-րդ խոսքում ինչ ասում։ Լավոդիկեի եկեղեցին։ Ինքնասիրահարված մարդիկ էին։ Ես հարուստ եմ, ես ոչ մի բանի կարիք չունեմ, ամեն բան ունեմ։ Ժողովուրդ կան այդպես մարդիկ, գիտեք, Իրանից են կողմ աշխարհ չեն տեսնում։ Բայց Աստված խոսեց հետները։ Ասում է դու կույր ես, աղքատ ես, թշվառ ես, մերկ ես։ Էն ինչ վատ բան կար։ Ինքն իրան գովում է, ինքնասիրահարված մարդ է։ Բայց Աստված ասում է խեղճ ես, մեղք ես, աղքատ ես, թշվառ ես, կույր ես։ Ինձանից ասում է, կրակի մեզ փորձված ոսկի առ, որ հարստանաս, հանդերձներ առ, սպիտակ, որ մերկությունը ծածկվի, քո ամոթալի մերկությունը, և դեղ առ, աշկերի դիր, որպեսզի տեսնես։ Ժողովուրդ, մենք քրիստոնյաներս իրականում ավելի լավ ենք տեսնում, քան դրսի մարդիկ, ասեմ։ Բայց այն չի, որ մենք ամեն բան կատարյալ ենք տեսնում։ Եթե դու կարծում ես դու ամենան ես, չէ, ես տեսնում եմ, որ դու ամենան չես։ Դե դու ինձ կարող ես տեսնել, այն չի, որ ես տեսնում եմ, դուք չեք տեսնում։ Ես եթե ամանչում եմ կամ լավ չեմ զգում, գիտեմ դու կնեղանաս, կվիրավորես, ես քո մերկության մասին չեմ խոսում, չի նշանակում, որ դու լավն ես։ Նույնը ինձ էլ է վերաբերվում։ Ես չկարծեմ, թե ես ամենալավն եմ, բայց դու տեսնում ես իմ մերկությունը երբեմն։ Եկեք աշկերներից դեղ դնենք, ամեն մեկս մեզի լավ ճանաչենք։ Ով եմ ես ձեր համար, ով եք դուք իմ համար, ով եմ ես Աստծո համար, ով Աստված ինձ համար։ Աստված ինչ-որ ասում է, մեր օգուտի համար ասում ժողովուրդ։ Արուսյակը, որ դարձավ սատանա, չէր ճանաչում ինքն իրան։ Քանի կար վայելում էր Աստծո ներկայությունը, ամեն բան լավ էր։ Բայց մի օր մտածեց, ինչու, եթե ես կարող եմ ուրիշին հաճույք պատճառել, ասենք Աստծուն, հիմա թող ոմանք ինձ հաճույք պատճառեն, ու դարձավ սատանա։ Եկեք մենք սատանա չդառնանք ժողովուրդ ջան։ Եկեք մենք ճանաչենք, ով ենք մենք։ Երբ որ մենք մեզ ճանաչում ենք, բավարարված ենք զգում։ Աստված մեզ տարբեր է ստեղծել։ Մեկին մեծ, մեկին փոքր, մեկին իմաստուն, մեկին ոչ այնքան իմաստուն, մարմնի չափսերով, մեր մտավոր չափերով, մեր հոգևոր չափով, մենք տարբեր ենք։ Եվ մենք երջանիկ ենք, երբ որ մենք ճանաչում ենք մեր ով լինելը եւ դրա համեմատ ապրում ենք։ Եթե ոչխարը հաչի, շան նման, հաչելի է ձեզ, չէ։ Դուք դրա միստ անգամ չեք ուտի, կզզվակ։ Իսկ եթե շունը կատվի նման մլավի, էլի հաճելի չի ձեր համար։ Հիշում եք, հայկական առած կար, ասում էր, ծիտը ծառին, հավը թառին, ծառի ծիտը չի ծառի հավի թառին։ Ժողովուրդ ջան, ծիտը լավ է, երբ որ ինքը ծլվելում է հաճույք է պատճառում ժողովրդին, մարդկանց։ Հավը լավ է, երբ որ ինքը ձու է ածում եւ տիրոջ ուրախացնում է։ Եթե դու հավ ես, ձուացի, ծիտիկ մի դարձի։ Եթե դու ծիտ ես, մի գնա մտի հավաբունը։ Եկեք մենք ինքներս մեզ ճանաչենք ու Աստծո շնորհակալ լինենք։ Ասենք, ես այս անգամ էլ պիտի գոհանամ, այո։ Ամեն անգամ, գիտեք, երբ որ ամեն բան լավ է, բնականաբար գոհանում ես, բայց այս երգը հիմքը նա է եղել, որ թեկուզ ինչ-որ բաներ լինի, ես տեսնեմ ուրիշի լավը ու տեսնեմ իմ վատը, բայց միևնույն է պիտի գոհանամ, քանի որ ես նրա առաջ եմ, քանի որ նա է ստեղծողը, նա է Տերը։ Եթե հավ եմ, հավ մնամ, եթե ոչխար եմ, ոչխար մնամ։ Լինեմ իմ Տիրոջ, իմ ստեղծողին հաճելի։ Ասեմ երկրորդին, լինել մարդկանց հաճելի։ Մարդկանց հաճելի լինել։ Առաջինը տեղավորվում է, գիտեք սրա մեջ։ Մարդկանց հաճեցնեմ ես, որ իրանք էլ ինձ ծափահարեն։ Մարդկանց հաճեցնեմ,
որ իրանք ինձ ժպտան, թաքնված ես կա սրա մեջ, ժողովուրդ ջան։ Հիշում եք դերասանները ոնց են արտիստները ստիպում են մարդկանց ծափ տալ, կոմիկություն են անում, չգիտեմ ինչեր են անում, որ իրանք հաճեցնեն ժողովրդին, որ հաճեցնեն իրանց էլ լավ լինի։ Ցավոք սրտի շատ արտիստների ընտանիք չունեն նորմալ։ Որտեղ սխալ հիմքի վրա են։ Դերասանությունը վատ մասնագիտություն չի։ Դերասանությունը լավ մասնագիտություն է։ Գրողները, դերասանները, մշակութային գործիչները ցույց են տալիս այս հասարակարգի, այս ժամանակի լավ ու վատ բաները, որ մարդիկ տեսնեն եւ միտք առնեն, խելք առնեն։ Բայց ժողովուրդ, մենք դերասան չենք։ Մենք կյանք ենք, մարդ ենք, ապրում ենք։ Ընտանիքում լինեմ դերասան, եկեղեցում լինեմ դերասան, դրսում լինեմ դերասան։ Եկեք մենք չփնտրենք հաճույք մեր համար։ Հիշում եք Սավուղ թագավորին։ Սամվելն ուշանում էր։ Վայ, բա ինչ կասեն այս ժողովուրդը։ Սավուղ, քո գործը չի ես զոհը մատուցել։ Սավուղ, դու ուրիշի գործը մի արա։ Դա Աստծո առաջ ես, Աստված մարգարեին է պատվիրել այդ գործը անելուն։ Որ մարդկանց հաճելի լիներ ինքը։ Չի կարելի։ Աստծո առաջ չենք կարող կեղծավորություն անել։ Փորձում ես հաճելի լինել մարդկանց կհիասթափվես։ Այն համապատասխան բանը չես ստանա մարդկանցից։ Դու սպասում ես, որ քեզի շատ սիրեն, շատ հարգեն։ Չես ստանում ու հիասթափվում ես։ Քեզնից էլ կհիասթափվես։ Մարդիկ էլ քեզանից կհիասթափեն, դու էլ քեզանից կհիասթափվես։ Հիշում եք Աբիսողոմին, Դավթի որդին։ Բոլորի հետ բարևում էր, ասում էր, ես ձեզ սիրում եմ, ես լավն եմ, ես թագավորի տղա եմ, ձեր բոլոր հարցերը կլուծեմ։ Մարդկանց կողմից ուզում էր սեր վայելել, հարգանք վայելել, որպեսզի դառնա թագավոր։ Ինչ է լավ։ Մազերից կախված մեռավ։ Եթե փնտրում ես քոնը, կկորցնես։ Եթե փնտրում ես մարդկանց հաճելի լինել, կկորցնես, չես լինի հաճելի։ Հերովդեսը Հակոբոսին սպանեց, Հակոբոս առաքյալին։ Յա տեսավ մարդիկ ուրախացան, վա ինչ լավ է։ Պետրոսին էլ բռնեց, բանտարկեց, որ հետո սպանի։ Աստված Պետրոսին բերդից հանեց, բայց Հերովդեսը ժողովրդի առջև խոսալու ժամանակ Աստված ինձ խփեց բեմի վրայից, որդնած ընկավ ցած։ Որտեղ ուզում էր մարդկանց հաճելի լիներ։ Աստծո մարդկանց սպաներ։ Եկեք քննենք, ինչ ենք անում, մարդիկ։ Երկու հոգի նույն գործն են անում։ Աստված մեկին գովում է, մեկին չի գովում։ Նույն գործն են անում։ Երկուսն էլ ասենք երգում են։ Աստված որդի մեր երգողներին, փառաբանողներին։ Մեկը երգում է, որպեսզի մարդկանց հաճելի լինի, մեկը սրտանց երգում է, որ Աստծուն հաճելի լինի։ Այն որ երգում ես, որ Աստծուն հաճելի լինի, լսողների մարմինը փշաքաղվում է, Աստված այցելում է իրանց։ Բայց այն որ երգում ես, որ մարդկանց հաճելի լինես, սկիլ հաճելի չես լինում։ Ամեն բան, երբ որ սուրբ է, մաքուր է, այն զուլալ մաքուր ջուրը, որ խմում ես, ծառավը հագենում է։ Բայց որ կեղտոտ ջուր ես խմում, ծառավը չի հագենում։ Հիշեք Աբելին ու Կայենին։ Նույն գործն էին անում։ Մեկ ուզում էր Աստծուն հաճելի լիներ, մեկը չգիտեմ ում էր ուզում հաճելի լիներ։ Միգուցե հաճելի լինելու համար չէր, պարզապես իմիջայլոց անում էր, էլի։ Հա, զոհա պետք է անեմ։ Բայց Աբելը Աստծուն էր ուզում հաճելի լիներ։ Դրա համար այսօր Աբելը հələ երկնքում կտեսնենք, որ Աստծո համար հաճելի մարդ էր, բայց Կայենը ոչ։ Եկեք լինենք Աբելի նման։ Եկեք հաճեցնենք Աստծուն։ Լավ, երկար չկանեմ սրա վրա, անցնեմ ամենակարևորին Աստծուն հաճելի լինելը, ժողովուրդ ջան։ Եթե դու Աստծուն հաճելի ես, կունենաս շատ բարեկամներ, կլինես բավարարված, մարդկանց համար էլ կլինես սիրելի եւ քո անձին էլ հաճելի կլինի։ Այս երրորդի մեջը
երկուսն էլ պարունակում է, եւ մարդկանց հաճելի ես լինում, եւ ինքդ քեզ բավարարված ես զգում։ Երբ որ դու սրտանց գոհանում ես Աստծուց, զգում ես ուրախություն է գալու քո մեջ։ Երբ որ դու անշահանթիր ծառայում ես մարդկանց, զգում ես, որ դրա մեջ ուրախություն կա։ Ոնց որ Հիսուսն ասեց, երանելի է տալը, քանց թե առնելը, ճիշտ է։ Տալը դա ծառայելն է։ Տալը դա ծառայելն է։ Հիսուսը եկավ ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու մարդկանց եւ իր անձը մարդկանց շատերը մար փրկանք տալու։ Որ գիտեք, Պողոս առաքելը ինչ ասում է, կարդամ էտի, հա։ Գաղատացի 1:10 ասում է, եթե մարդկանց հաճեցնեմ, Աստծոց առաջ չեմ կարող լինել։ Դες մարդկանց հաճեցնել ինչ-որ վատ բան չի, բայց ես չեմ աշխատում մարդկանց հաճելիության համար։ Եթե փորձեմ մարդկանց հաճելիություն լինեմ, Աստծոց առաջ չեմ կարող լինել։ Մարդը չի կարող երկու տիրոջ ծառայել։ Ժորդ, մենք Աստծո ծառաներն ենք երկրի վրա, բայց ում ենք ծառայում։ Մարդկանց ենք ծառայում։ Աստծո ծառա ենք, բայց ծառայությունը մարդկանց ենք անում։ Ես քո ծառան չեմ, դու էլ իմ ծառան չես, բայց մենք Աստծո ծառան ենք եւ իրար ենք ծառայում։ Հիսուս ասեց, այս մանուկներին արեցիք, ինձ արեցիք, ասենք Աստծուն արեցիք։ Եկեք մենք ճիշտ հասկանանք մեր դիրքը, թե մարդկանց առաջ, թե Աստծո առաջ։ Դու մի ընդունի, որ ես քո ծառան եմ, ես Աստծո ծառան եմ, բայց իմ ծառայությունից օգտվում ես դու, քո ծառայությունից օգտվում է քո կողքի քո դիմացի մարդիկ։ Պողոս առաքելը լավ էր հասկացել դա։ Երկրորդ օրինաց 6:18, տեսեք ինչ ասում։ Եթե անես ինչ-որ Տիրոջ առջև ուղիղ է ու հաճելի, կմտնես այն երկիրը, որ Աստված խոստացավ քո հայրերին։ Եթե Աստծո առաջ ուղիղ լինես, ու անես այն ինչ որ Աստծուն հաճելի է, կստանաս այն ինչ որ Աստված խոստացել է քեզ։ Կունենաս այն ինչ որ ինչի կարիքը դու ունես։ Որտեղ քո ամեն բանի աղբյուրը Աստծուց է, որտեղ չերևացած բաներից ստեղծում են երևացած բաները։ Այդ չերևացած աշխարհում, այդ հոգևոր աշխարհում դու ում ես հաճեցնում։ Անանյան ու Սափիրան ում էին հաճեցնում, ժողովուրդ։ Մարդկանց են ուզում հաճեցնեին, իրանց են ուզում հաճեցնեին։ Ես արեցի։ Չկա ես։ Եսը չկա։ Օրը ես դա փայփայում կկորցնի։ Առակաց 16:7 Եթե մարդու գործերը հաճելի լինեն Աստծուն, Աստված նրա թշնամիներին կհաշտեցնի իր հետ։ Այսօր մենք ազգովի հաշտության կարիք ունենք, ժողովուրդ ջան։ Ազգովի մենք հաշտության կարիք ունենք։ Թե ընտանիքներում, թե հանրապետության մեջ, թե ուրիշ ազգերի հետ։ Աստված ասում է, Հիսուսը իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Վերցրել ենք այդ խաղաղությունը, թե չէ։ Մեր ընտանիքներում, հարևանների ընտանիքներում, մեր բարեկամների ընտանիքներում կա այդ խաղաղությունը, կա այդ հաշտությունը, կա հաշտությունը ամուսինների մեջ, երեխաների ծնողների մեջ։ Աղբյուրը Աստծուն հաճեցնելու մեջ է։ Գաղտնիքը, իմաստը Աստծուն հաճեցնելու մեջ է։ Հովանու ավետարան 8:29 Հիսուսի բերանից դուրս եկած խոսքերն է։ Հայրը միշտ ինձ հետ է, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Հայրը միշտ ինձ հետ է, որովհետև դրա համար հաճելի բաներ եմ անում։ Պատկերացնում ես, դու ինչ-որ մի բան ես անում, Աստված երկնքում ուրախանում է։ Իսկ Աստծո ուրախությունը մեր զորությունն է։ Աստծո խոսքն ասում։ Ուզում ես զորավոր լինես, Աստծուն ուրախացրա։ Ինչպես ուրախացնեմ, հաճելի բաներ անեմ նրան։ Եթե Հիսուսը երկնքից եկած Աստծո որդին, Մարիամից ծնված մարդու որդին, այս բանը ասում է, մեր համար չի։ Եկեք Աստծուն հաճեցնենք, որ Աստված միշտ լինի մեզ հետ, որպեսզի նրա ուրախությունը լինի մեր զորությունը։ Աստված ինչ ասեց Հիսուսին։ Մարդկանց համար ասեց Հիսուսին. Նա է իմ սիրելի որդին, որին հավանել եմ։ Կարող ես ինձ ապրել, որ Աստված քեզի դա ասի։ Կարող ես դու ինձ հաճեցնել Աստծուն, որ նա ասի, որ դու ես իմ սիրելի որդին, նրան լսեք։ Գիտեք, եթե դու ինչ-որ ժամանակ, ինչ-որ մի լավ բան ես արել, անշահախնդիր, սիրելով, հնարավորություն ունեցի անել ես, բարին իմանալը, չանելը մեղք է։
ունեցել ես հնարավորություն արել ես, մոռացել ես, անց է գնացել է։ Ու ինչ որ մեկը տարիներ հետո քեզ հիշեցնում է։ Ինչքան լավ ես դու քեզ զգում։ Որ դու արել ես, անշախնդրի ես արել։ Բայց եղել են, չէ, նաև sense դեպքեր, որ ինչ որ նկատառումով, ինչ որ սպասելիքներով, անշախնդրությամբ, ինչ որ շահ ես փնտրել դրա մեջ, մի շահը ոչ միայն ֆինանսական, այլ է շահ ասածը հասկանում ենք, տարբեր ձևեր է։ Բայց համապատասխան վարմունքը չես ստացել, քո սպասած վերաբերմունքի չես արժանացել, կոտրվել ես, վատ ես զգացել, որտեղ շահախնդրությամբ ես արել։ Եկեք լինենք անշահախնդիր։ Եկեք լինենք անշահախնդիր։ Հիսուսը երկնքից երկիր եկավ ոչ թե իր կամքը կատարելու, այլ հոր կամքը կատարելու։ Եկեք մենք էլ մեր հոր կամքը կատարենք, ժողովուրդ ջան։ Եկեք լինենք Աստծուն հավատարիմ, Աստծո բնավորությանը, Աստծո պատգամին, Աստծո խոսքին։ Եկեք լինենք հավատարիմ։ Եվ երջանիկ կլինի մեր ընտանեկան կյանքը, եւ անհատական կյանքը։ Այսօր մարդկության մեծ մասը, վստահությամբ եմ ասում, մեծ մասը, ոչ թե ինչ որ մասը, առանց հասկանալու փնտրում է իր փառքը։ Մարդիկ փնտրում են ամեն մեկը իրենց փառքը, բայց Աստված ինչ ասում։ Աստված փառավորում է իրեն փառավորողներին։ Եկեք փառավորենք Աստծուն մեր արժեքներով, մեր ծածուկ այն սրտի անկյունում, մեր սրտի մեջ, մեր մտքի մեջ, չերևացած բաներ ստեղծում են երևացած բաները, այն որ քո սրտում կա, կամաց իրականություն է դառնում, ֆիզիկական աշխարհում է երևում, որ դու իրականում Աստծուն ես փառավորում։ Եկեք փառավորենք Աստծուն։ Եթե դու ուզում ես ունենալ, ով չուզում ունենալ, բոլորն էլ ուզում են ունենալ խաղաղություն, առողջություն, ֆինանսական լավ ապահովվածություն, լավ ընտանիք, լավ շրջապատ, լավ աշխատանք, լավ բաներ։ Նայ աղբյուրը։ Ամեն լավի աղբյուրն Աստված է։ Եկեք հավատարիմ լինենք Աստծո խոսքին, սկզբից մինչև վերջ։ Աստված ինչ ասում, այսօր Գևորգն էլ հիշեցրեց։ Աստծո խոսքում ինչ որ գրված է, մեր իսկ օգուտի համար է, ժողովուրդ ջան։ Մեր օգուտի, մեր լավի համար է։ Եկենք գնահատենք մեր լավը, մեր լավով Աստված է փառավորվում։ Քո լավ ապրելով Աստված է փառավորվում։ Եվ դու ես գոհ լինում, եւ Աստված է գոհ լինում, եւ շրջապատի մարդիկ են քեզանից գոհ լինում, ժողովուրդ։ Եկեք հավատանք, 100%-ով հավատանք, մաքսիմումը հավատանք, ոչ թե մի քիչ, ոչ թե միայն եկեղեցում հավատացյալ խաղանք, ոչ թե ոմանց մոտ միայն խաղանք, այլ իրականում, հիշում եք Հիսուսն ինչ ասեց, ահա գալիս ես աշխարհի իշխանը եւ իր վրա ոչինչ չունի։ Տեր Աստված, շնորհակալ եմ այդ խոսքի համար։ Եկեք նենց ապրենք, որ այս աշխարհի իշխանը մեր վրա ոչինչ չունի։ Իսկ այս աշխարհի իշխանը ում միջոցով է մեր վրա ինչ որ բան ունենում։ Մարդկանց միջոցով։ Եթե ես մեկիդ վիրավորել եմ, եթե ես մեկիդ մի վատ բան եմ ասում, ես տեսնում եմ քեզանից վատ եմ զգում, դու ինձանից նեղացել ես, վիրավորվել ես։ Բայց որ դու սկսես Աստծուն հաճելի լինել, թեկուզ ոմանք կարող է վիրավորվել, բայց դու գիտես, որ դու ճիշտ ես արել, Աստծուն հաճելի ես եղել։ Հիսուսին էլ ոմանք չէին սիրում։ Աստված ողորմություն անի նրանց։ Նրանք կամաց ապաշխարեցին։ Դու ամուր եղի հավատքի մեջ, ամուր եղի Աստծուն հաճելի գործերի մեջ։ Աստված շատ օրհնի մեզ, ձեզ բոլորիս, ամեն մեկի, ժողովուրդ ջան։ Եկեք սիրենք Աստծուն, սիրենք Աստծո խոսքը, սիրենք Աստծո օրենքը, Աստծո արժեքներն ունենանք։ Եկեք Աստծուն շնորհակալություն ասենք, աղոթքից հետո մի քանի բան էլ կասեմ։ Օրհնանք, շնորհակալություն Հայր Աստված։ Պատիվ, օրհնություն, գոհություն քեզ, ամեն բաների համար, Տեր։ Շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք քո ստեղծագործության համար, շնորհակալ ենք փրկության համար, փրկագնի համար, Հիսուս Քրիստոսի խաչի համար, մահվան համար, թափած արյան համար, շնորհակալ ենք Հիսուս զորավոր հարության համար, շնորհակալ ենք քո ներկայության համար, Աստված մեր Տեր, շնորհակալ ենք Հայր Աստված, օրհնյալ լինի քո անունը մեր ներկայի մեջ, օրհնյալ լինի քո անունը ապագայի մեջ, օրհնյալ լինի քո անունը եկեղեցում, օրհնյալ լինի քո անունը քո զավակների կյանքում, օրհնյալ լինի քո անունը Հայաստանում, հայ
ազգի մեջ, Տեր, օրհնյալ լինի քո անունը ամեն ուրեք, ամենտեղ, Տեր։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Օգնիր մեզ, Տեր, չխանգարել քեզ, Տեր։ Օգնիր մեզ, առաջնորդիր մեզ, Տեր։ Քեզ հաճելի գործեր անենք, Աստված մեր Տեր։ Միայն քեզ ուրախացնենք։ Դու լինես նպատակը, Տեր, մեր բոլոր գործերի, Տեր։ Դու լինես նպատակը մեր բոլոր ծրագրերի, Տեր։ Ինչ որ անենք, քո փառքի համար անենք։ Ինչ որ անենք, մարդկանց օգուտի համար անենք։ Ինչ որ անենք, մարդկանց բարօրության համար անենք։ Մարդկանց փրկության, բժշկության համար անենք, Աստված մեր Տեր։ Եվ ամեն բանի արդյունքում, Տեր, մեծարվի, փառավորվի, Տեր, քո աստվածային անունը, Տեր։